Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունները Թուրքիայից տեղափոխվեցին Օման, ընդ որում փոխվեց նաեւ ֆորմատը, երկկողմ բանակցություններ կլինեն։ Հասկանալի է ձեզ ինչ է տեղի ունեցել։ Որքան որ գիտեմ, սա Իրանի ցանկություններ, Իրանն է որ նախընտրեց թե Թուրքիա չլա այդ հանդիպումը, ըստ ինձ հասկանալի է այս երևույթը, որովհետև ցեղականորեն ճիշտ է Թուրքիան Ամերիկայի հետախնդրին մեջ միշտ ողջամտություն թելադրող թիրքի մեջ եղավ, բայց պատմականորեն երևույթը այդքան չէ։ Պատմականորեն գիտենք, որ Թուրքիան Իրանի հետ միշտ հակադրված եղած է, եւ Իրանը Թուրքիան որպես դարձյալ ՆԱՏՕ-ի օտանի անդամ երկիր, այնքան չեզոք միջնորդում պիտի չլար միգուցե, հետևաբար Իրանը այս փափուկ գեդերը նկատի ունենալով չցանկաց որ հանդիպումը ըլլա Թուրքիա մեջ։ Այսինքն այլ կերպ ասած Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը այս բանակցություններում։ Այո։ Ինչ կլինի, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը չհամաձայնեն, համաձայնության չգան։ Գիտեք, որ ավազակաբեդ մգա Ամերիկա Միացյալ Նահանգներու նախագահի աթորին վրա։ Այդ ավազակաբեդը մենք տեսանք իր նախորդ արարքներով, Վենեսուելայի մեջ կատարածներով, նույնիսկ մենք հայերս մեզի բարդատրածներով լավ փորձված ենք, լավ գիտենք Թրամփը, հետևաբար ինչ կրնա ըլլալ հարցումը բավական դժվար հարցում է, անգանխատեսելի երևույթ մգա, որովհետև չենք գիտեր թե Թրամփ վաղը ինչ կսե։ Անգիտեք թե Նոբելի խաղաղության մրցանակն իրեն կբահանջեր։ Հիմա վերջին հայտարարությունով ասա, որ ես պետք է թրախտ երթամ գրոնքի հետ բերի Միացյալ Նահանգներ։ Այս արտահայտությունները ունեցող մարդումը հաշարդ քայլը կանխատեսելը իսկապես դժվար է, բայց վերջին հաշվով, քանի որ մենք կխոսենք մեծության մասին, այդ մեծությունը միգուցե գիտե թե Իրանը որոշ հատկություններ ունեցող մեծ pedagogical փորձ ունեցող երկիր է եւ կարելի չէ անոր հետ վերաբերել այնպես ինչպես կվերաբերի Վենեսուելայի հետ։ Հետո կարծեմ թե քիչ լուրջ առնելու ստիպողություն կա։ Վերջապես այդ մեկը տեսանք անցյալ տարի, երբ որ Իսրայել հարձակեցավ Իրանի վրա եւ Միացյալ Նահանգներն գողքին էր իբրև թե, բայց այդ հարձակումը շատ լուրջ ավարտարց ունեցավ, շատ լուրջ պատասխանեց Իրանը, մեկ անգամ չեղարկեց անոր երկաթեք քմփետ կոչված օտային պաշտպանության ցանցը, հետո այսօր նաև նկատի ունենանք, որ Իրանի գրոնաբեդն ասավ, որ եթե նման պատերազմ մտածի, այդ պատերազմը գլա դարածքաշրջանային պատերազմ, այսինքն չի սահմանվել միայն Իրանով։ Ասոնք շատ լուրջ ելույթներ են, եթե Թրամփը այդ լրջությունը չունի, ես կգարձեմ, թե իր շուրջը այդ բոլորը քնահատելու կարող ադակ մարդիկ դիվանագետներ, փորձագետներ պիտի գտնվին, հետո չեմ կարծել, որ անմիջական լուրջ արգազախնդրության մեջ թեմարտեմ մնանք։ Երեք Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները արժանացան այդ հայտնի արաբական մրցանակին Զայեդ մարդկային եղբայրության կոչվող մրցանակին։ Ինչն է հետաքրքիր, անմիջապես այդ արարողությունից հետո Բաքվում հրապարակեցին Արցախի նախկին ղեկավարների դատավճիռները, ընդ որում մի քանիսինը ցմա դատապարտմամբ։ Տարօրինակ չի այս զուգադիպությունը։ Ոչ, տարօրինակ չէ, եթե Թուրքիայեն գտիդենք։ Եթե ողջամտությամբ նայենք, անշուշտ որ տարօրինակ է, հակասություն է, բայց եթե Թուրքիայեն գտիդենք, տարօրինակ չէ, որովհետև նման թադական վճիռներ Թուրքիո մեջ իգործ կտրվին։ Մեկ կողմեն
արդագարգորեն բոլորին զարմանք պատճառող ընթացքը մեղմացնող ելույթներ գլա եւ հաջորդ օրը կտեսնես որ թադարաններն անընդունելի նոր վիճիրներ արձակված է հետո Թուրքիայում որ գնայինք այդքան էլ դարօրինակ չէ բայց էականորեն իրականության մեջ անշուշտ որ դարօրինակ է բայց կարծես թե նոր աշխարհի քաղաքականությունը այլևս մեր ավանդական դրամապանության մեջ տեսնելու չափանիշները, չափորոշիչները հադած է, անոնք քերազանցած է, շատ ավելի դարբեր մեր ցեցումներ կան այսօր ամբողջ աշխարհի վրա։ Էրդողանը ինչ է հայտարարում, ինչ է այսօր հայտարարել։ Խաղաղության հասնելու ուղղությամբ Ալիևի քայլերն ու Փաշինյանի կամքը չափազանց կարևոր են։ Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այդ արտահայտությունների վրա։ Մեկինը քայլ է, մյուսինը կամք, հա։ Ինչ կնշանակեր դա։ Չեմ գիտեր որ այդ ելույթները որքան մանրամասն մտածված եւ ձևավորված դիվանագիտական նրբերանգներ նկատի ունենալով արդասանված խոսքեր են մեկուն այդպես միշին այսպես ասել մեկուն քայլեր քայլ ավելի շոշափելի բան է գամքը ավելի որոշում նկարագրող բառն է վճռականություն նկարագրող բառն է բայց այդ բոլորը արդյոք իսկապես բարի ծանրությունը նկատի առնելով գշրված ու արդասանված են թե ոչ ըստ փախտի արդասանված են ես կարծեմ թե երկրորդը ավելի հավանական է մանավանդ եթե նախապես պատրաստված բաժեն մչունի ցերքին Էրդողանը այս տեսակ բաներ կրնա անել եւ մեզի ագմնա թե արդյոք ինչ համար անոր այսպես միշին այսպես ըսավ մտանք բայց կարծեմ թե շատ լուրջ չի արդյունք բան չէ